Պարոն Պողոսյան, երբ որ դուք ազգային ժողովում 18 թվականին քվեարկում եք Փաշինյանի օգտին, այդ ժամանակ չգիտեք կամ չեք մտածում, որ այդ Փաշինյանը գալու է եւ դավաճանություն գործի, եւ հոկտեմբերի 2-ին ես հիշում եմ, որ դուք ձեր խմբակցության այլ գործընկերների հետ, դուք եք Արփինե Հովհաննիսյանն էր, ձեր եղբայր Վահանն էր Հարությունյան, Շարմազանովն էր, Բարսանում եք Արա Բաբլոյանի աշխատասենյակ, որպեսզի հանդիպեք Նիկոլ Փաշինյանին։ Կասեք ինչ եք ասել Նիկոլ Փաշինյանին, որ դրանից հետո Փաշինյանը այդպես լարվել է ձեր նկատմամբ։ Գիտեմ, որ բավականին կոշտ եք խոսել նրա հետ։ Շատ լավ։ Նախ եւ առաջ հարցազրույցի ժամանակ երկրորդ անգամ դու ակնարկեցիր, որ Նիկոլ Փաշինյանին 18 թվականին ընտրողներից մեկը եղել ես դու, պարոն Պողոսյան։ Այո, դա մեղք չի։ Դա փաստ է։ Բայց մեղք է նաև, չէ՞։ Մեղք չի, պարոն Պողոսյան։ Բացի փաստ լինելուց։ Կամ ով էր ձեր ձեռքը բռնել, ասում պիտի գնաք քվեարկեք։ Հարցը տվեցիք։ Հիմա լսեք, վայր։ Ուրեմն կար քաղաքական որոշում։ Հանրապետական կուսակցությունը ուներ քաղաքական որոշում։ Եվ մի խումբ մարդիկ պետք է քվեարկեին, որ այդ մարդը դառնա վարչապետ։ Այդ մի խումբ մարդկանց մեջ կայի նաև ես։ Ես անձնապես Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը խոսալուց հետո քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ավելին ասեմ, քվեարկելուց առաջ ես հավաքել եմ իմ 300 հոգի թիմակիցներին, 300 սպարտացիներին, 300 հոգի թիմակիցներին, ովքեր որ ամենաակտիվն էին, եւ ցավոք նաեւ դրանցից մեծամասնությունը այդ որոշմանը կողմ էր։ Եվ ես հանրապետական կուսակցության որոշման ներքո քվեարկել եմ այդ անձի վարչապետ լինելու օգտին։ Որ դառնա վարչապետ ու գնահանձնի Արցախը։ Ինչևէ, խնդիրը շատ պարզ էր դրված։ Խնդիրը դրված էր հետևյալ կերպ։ Մենք պարլամենտական երկիր ենք։ Եվ պարլամենտը դա վերադաս մարմին է կառավարության։ Եվ օրենքի ուժով 1 տարի հետո վարչապետին ազգային ժողովը կարող էր հայտնել անվստահություն։ Եվ ծրագիրը այդպես էր, որ 1 տարի հետո եթե գործող վարչապետը չկարողանա այնպես կազմակերպել պետության աշխատանքները եւ ազգային ժողովը լինի իր կառավարման շարունակության դեմ, ապա ազգային ժողովը անվստահություն էր հայտնելու գործող վարչախմբին։ Ինչը որ հոկտեմբերի 2-ին, երբ որ այո Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներով, գործող նախարարներով հայտնվեց Արա Բաբլոյանի աշխատասենյակում, որտեղ եւ ես էի, ես պարզ ասեմ ինչ ա եղել։ Ինչ ա եղել, ինչ եք ասել նրան։ Ես ընդամենը իրան կանգնացրեցի եւ ասացի. «Էս ինչ եք անում։ Ինչի եք 5000 մարդ հավաքել ոդքի հանել»։ Ինքը ասեց հետեւյալը. ասեց որ պարոն Պողոսյան, սա արել եմ, որպեսզի տեսնեք, որ իմ հետևը մարդ կա կանգնած։ Ես ասացի, որ գիտեք, եթե պարոն վարչապետ, եթե մենք չտեսնեինք, որ մարդիկ ուզում են, որ դուք վարչապետ լինեք, հանրապետականը չէր ձայն տա եւ դուք չէիք դառնա վարչապետ։ Հանգստացրեք ժողովրդին, չի կարելի սա անել։ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ ջինը շշից դուրս է եկել։ Ես ասացի, պարոն վարչապետ, չի կարելի։ Դուք վարչապետ եք, նման կերպ խոսալ եւ պահել։ Սա եղել է մեր խոսակցությունը, ես միջև ես չեմ ասել այս խոսակցության մասին։ Սա եղել է մեր խոսակցությունը, ըստ երևույթի գործող վարչապետին դուր չի եկել, որ ես կանգնացնում եմ իրան ու ասում ժողովրդին հանգստացրու եւ դուրս անի ազգային ժողովից, այսինչ էս անում։ Այո, եւ դրանից հետո սկսվեց այն խնդիրները, դրանից հետո
ազգային ժողովի ամբիոնից հայտարարվում է, որ Պողոսյան Միրյանի տեղը ցույց տվեք, անձնական անուն տալով եւ այլն եւ այլն, եւ ունենք այն ինչ որ ունենք։ Այսինքն սա խնդիրը նրանում է, որ մենք պետական խնդիրները թողած անձնային խնդիրների մեջ ենք մտել։ Ինչա պետք անել։ Ինչ անել եւ ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Ինձ թվում է ուղղակի մի քիչ կոպիտ տոնով եք ասել, պարոն Պողոսյան։ Անհապաղ ազատվել ապաշնոր եւ ազգադավ իշխանությունից, որը, ինչպես ես նշեցի, դա միջանկյալ խնդիր է, որտեղ մենք ունենք շատ ավելի լուրջ խնդիր Ալիևի հետ նստել բանակցային սեղան։